Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում աճում են։ 2398 դեպք է քննվել 2025 թվականի առաջին կիսամյակում։ Ընտանեկան սպանությունների թիվը մեկ տարում 3-ից կտրուկ բարձրացել է 13-ի։ Վիճակագրությունը փաստում է։ Տուժողների ավելի քան 85%-ը կանայք են։ Շատ հաճախ, հատկապես մարզային դեպքերում մենք դիտարկել ենք մի երևույթ, երբ կինը օրինակ կարող է դիմել ոստիկանություն եւ իրենք ասեն, հա, լավ, ձեր ներընտանեկան խնդիրն է, կամ բավարար չէ հիմքը, որպեսզի մենք քեզ պաշտպանություն տրամադրենք, կամ պարզվի, որ օրինակ ոստիկանության այն անձը, որը ահազանգով այցելել է այդ բնակարան, այս կամ այն կերպ կապված է, փոխկապակցված է բռնություն գործադրած անձի հետ եւ չի պատշաճ ընթացք տալիս այդ դեպքին։ Իրավապաշտպանները նշում են, այս աճը միայն կանանց իրազեկվածության արդյունքը չէ։ Հասարակության մեջ ագրեսիայի շեմը բարձրացել է հետպատերազմյան սթրեսի եւ անպատժելիության մթնոլորտի պատճառով։ Կինը օրինակ դիմել էր աջակցության կենտրոն, աջակցության կենտրոնի միջոցով տեղափոխվել ապաստարան եւ այնտեղ պարզվել էր, որ անգամ ահազանգ հնչեցնելով ոստիկանություն նրան բավարար պաշտպանություն չի տրվել ոստիկանության կողմից եւ նա մնացել է փաստացի անպաշտպան։ Մյուս պարագայում կինը ապրում է նաեւ այն ընտանիքի հետ, որը ամուսնու ընտանիքն է, այսինքն սկեսուր, սկեսրայր եւ այլն, եւ եթե անգամ այդ բռնարարին փորձ արվի հանել այդ ընտանիքից, կինը մնում է միևնույն է խոցելի մի ընտանիքում, որտեղ ապրում են ամուսնու բարեկամները։ 2026 թվականից Հայաստանում ներդրվել է բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր, որը պատվիրակվել է հասարակական կազմակերպություններին, որպեսզի աշխատեն բռնարար վարքի փոփոխության եւ հետագա ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Այնուամենայնիվ համակարգային բացթողումներ կան առաջին հերթին կրթական ոլորտում։ Ամբողջ գործընթացը պետք է լինի համակցված, որպեսզի հստակորեն կանխարգելվի եւ պակաս խնդրահարույց չէ նաև կրթական բնագավառում բռնության հետ կապված աշխատանքները, որպեսզի հետագա սերունդը եւս պատկերացում ունենա բռնության ամբողջ գործընթացների եւ նաև օրենքով սահմանված նորմերի մասին, որպեսզի ընտանիք կազմելուց հետո առնվազն գրագետ լինի հետագայում չարտադրելու բռնության դեպքեր։ Իրավիճակը պահանջում է անհապաղ լուծումներ։ Թղթի վրա գրված բարեփոխումները պետք է դառնան իրական պաշտպանություն, որպեսզի հաջորդ տարվա վիճակագրության մեջ մենք խոսենք ոչ թե աճող թվերի, այլ փրկված կյանքերի մասին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։